մարդկանց անվանում է դուք սրան եք պատկանում կամ նրան եք պատկանում, նախ նշենք, որ մարդիկ պատկանում են իրենց հողին, իրենց հողի տերն են, իրենց պետության, իրենց հայրենիքի տերն են։ Եթե մարդիկ այսօր այստեղ են, ուրեմն մարդիկ կողմնակից են, որ ունենան ուժեղ Հայաստան, նաև ունենան ուժեղ Հայաստան, որ ունենան ուժեղ խաղաղություն։ Այնինչ վերում է այսօրվա իշխանությունը, իրենց կարծիքով, իրենց վարած քաղաքականության մեջ դեռևս դա տվյալացալ պատկեր է։ Մենք պիտի ցույց տանք, որ միասնական ենք, մենք պիտի ցույց տանք, որ ուժեղ Հայաստանի կողքին ենք, մենք պիտի ցույց տանք, որ հավատում ենք եւ վստահ ենք, որ հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը, եւ դրանում անգամ կասկած չկա։ Սամվել Կարապետյանը նաև ուղերձով է դիմելու ժողովրդին, բայց գիտեք, շատ քննարկվեց միջև այս նա իրավունք չուներ խոսքով հանդես գալ ուղերձով, սակայն արհեստական բանականությամբ գործադրված այդ միջոցները շատ քննարկվեցին օրվա իշխանությունների կողմից, այսօր ինչ սպասենք, ինչ ուղերձ է լինելու, ինչ ձևաչափ։ Այսօր ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանը արդեն երկար տևական ժամանակ է գտնում է կալանքի տակ։ Եվ այսօր այն առիթն է նաև հայրենակիցների համար, որպեսզի ներկա լինեն եւ տեսնեն, որ Սամվել Կարապետյանը ուղիղ խոսում է իրենց հետ։ Այսօր այն հատուկ հայտարարությունն է հնչելու, որտեղ մենք տեսնելու ենք Սամվել Կարապետյանին, իշխանությունը շատ էր այս մասին խոսում, որ Սամվել Կարապետյանը չի խոսում կամ այլ կերպ, իսկ մի պարզ բան, ինչու է Սամվել Կարապետյանը գտնվում փակի տակ, թող սրան պատասխանեն։ Ինչու մի բառի պատճառով Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Սամվել Կարապետյանը պիտի լինի դրսում իր ժողովրդի կողքին, որ կարողանա ավելի, այսպես ասած, կենդանի շփվել։ Ես հավաստիացնում եմ սիրելի գործընկերներ, որ մի օր Սամվել Կարապետյանը դուք կտեսնեք անգամ ֆիզիկապես ժողովրդի կողքին։ Եվ Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ հանդես եկավ, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ասաց, որ կցանկանանք Հայաստանում կուսամետ ուժերը մասնակցեն ընտրություններին եւ իշխանությունները սլաքները ուղղեցին ուժեղ Հայաստանի ուղղությամբ դուք արդյոք համարում եք, որ ուժեղ Հայաստան կուսակցության Սամվել Կարապետյանին ներուղված Պուտինի այս խոսքերը։ Եթե Նիկոլ Փաշինյանը գտնվելով Ռուսաստանում նշում է, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, միայն այն բանից հետո, երբ նշում է իր բառերն եմ ցիտում, ասում է, որ Վլադիմիր Պուտինն է այդպես ասել եւ ինքը սպասում էր այդ հայտարարությունը, որպեսզի ինքը եւս կրկներ դա, ապա կարելի ասել, որ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետը ղեկավարում է տպավորությունը ինչ-որ մեկի կողմից։ Ինքը կարելի ասել, որ ինչ-որ մեկին էր սպասում ինչ-որ մի հայտարարություն անելու համար, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետը արդյոք պիտի սպասի ինչ-որ մեկին, նաև այսպես ասեմ, որպեսզի ճանաչի Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Կարելի ասել, որ ղեկավարվում է անգամ ինչ-որ մեկի կողմից։ Իսկ այսօր ում կողմից է ղեկավարվում։ Կարելի ասել, որ նա սպասարկում է ինչ-որ մեկի շահը։ Եթե այսօր անդադար դեռևս կրկնում է ադրբեջանական թեզերը, շարունակում է ժողովրդին ահաբեկել պատերազմով, որը կարծում եմ նաև դավաճանական քայլ է սեփական ժողովրդի հանդեպ։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս արդեն ցույց է տալիս, որ իր իշխանության ներսում կան որոշակի ճեղքեր եւ իր իշխանությունը արդեն վերջին է, այսպես ասած խաղը արդեն ավարտվում է գնալով։ Տպավորություն է ստեղծում, որ ինքը կարող է երրորդ անգամ ընտրվել, բայց ժողովուրդն է ցույց տալիս, որ չի հավատում այդ իշխանությանը եւ կանգնում է ուժեղ առաջնորդի կողքին, քանի որ ուզում է ունենալ ուժեղ պետություն։ Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում տեսանյութեր է հրապարակում, նշում է, եթե ուժեղ եք, ապա այս արեք, այն արեք, ինչպես եք վերաբերում առհասարակ նման տեսանյութերին։ Զարմանալի է, որ Փաշինյանը խոսում է ուժեղ բառի մասին նախ։ Ես չեմ զարմանում նաև որոշակիորեն, եթե ինքը իր թուլությունը ցույց է տալիս այդ տրամաբանության մեջ։ Քանի որ եթե մարդ իր տեսակով ուժեղ լիներ, դիմացինին ուժեղ չէր կոչի։ Ես կարծում եմ ինքն էլ է հասկանում շատ լավ, որ այո, Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը իր տեսակով, իր անցած ճանապարհով, իր քաղաքականության այս տրամաբանության մեջ ուժեղը կարող է լինել եւ ապացուցելու է դա։ Քանի որ Հայաստանում իր գործունեությամբ ցույց է տվել, որ ինքը կառուցող է, ոչ թե պառակտող, ինչ այսօրվա իշխանությունն է։ Կարմիր գծերը ստեղծել է ներողություն, կարմիր գծերը, այդ սև ու սպիտակի տրամաբանությունը, որը միայն Փաշինյանի իշխանությունն է։ Կարմիր գծերի հատելու տրամաբանությունն էլ է իրեն եղել։ Մի բարձ բան կա։ Այսօրվա իշխանությունը ֆեյքեր է վարձում, որպեսզի մեր բոլորիս, անգամ ձեր
լրատվամիջոցների տակ հայհոյանքներ գրեն։ Ես մի բան եմ ուզում ձեզ ցույց տալ, որը կարևոր է նաև մեր հայրենակիցների համար, թե ինչ է իշխանության պատկերը։ Տեսեք, այստեղ իշխանական մեկ ֆեյք է։ Հիսուս Քրիստոսի նկարով։ Այս մարդկանց պատկերը, սիրելի գործընկերներ, այս մարդիկ այս պատկերներով հայհոյանքներ են գրում Հայաստանի Հանրապետության քաղաքացու մեկնաբանություններում։ Այս է իրենց պատկերը։ Սրբանկարները, սուրբ նկարները օգտագործում են, որպեսզի մարդկանց բախարակեն։ Այս է իրենց տեսը։ Այսինքն կարմիր գծեր չունեն, սրբություն չունեն այս մարդիկ։ Եվ այդ մարդիկ չեն կարող կոչվել Հայաստանի Հանրապետության ղեկավարներ կամ կառավարիչներ։ Իրենք պիտի հեռանան գեղեցիկ կերպով, քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետ պիտի լինի արժանապատվություն ունեցող անձ։ Պիտի լինի Սամվել Կարապետյան։